Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ ուրախ եմ, որ մենք զրուցելու ենք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես սիրով եմ գալիս ձեր հաղորդումներին մասնակցում եմ սիրով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում Փաշինյանը կարծես շատ էմոցիոնալ ելույթներ է ունենում, այսպես էքսպրեսիվ ձեռքերի շարժումներով, ասում է, որ եւ հետեւյալ հայտարարությունը, որ երկրում կադրային քաղց է, ճգնաժամ է, պետ ապարատ ընդհանրապես 0 դասարան իջեցրեց, որ դեպքում է երկրի ղեկավարը, որևիցե երկրի ղեկավար կամ վերցնում ենք Հայաստանը, գուցե ասում եք նրանք ուրիշ են, ամեն մարդ անհատական է, որ դեպքում երկրի ղեկավարը կարող է նման էքսպրեսիվ ելույթներ ունենալ, դա նորմալ է թե ոչ, եւ ինչով եք պայմանավորում, որ հենց հիմա Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում եւ նման ձևով է ելույթներ ունենում։ Ինչպես դա հասարակությունը դրան վերաբերի կամ ընկալի կամ ինչ հասկանա այդ ամեն ինչից։ Համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մենք մեր կուլտուրան, հայ մարդի կուլտուրան այնպիսին է, որ երկրի ղեկավարը օրինակելի է։ Երկրի ղեկավարը, այն որ մենք համարում ենք մեր թագավորը, մեր վեհափառ հայրապետը, մեր վարչապետը, մեր նախագահը, մեր նախարարը, մեր պատգամավորը, մեր ուսուցիչը, իրենց վարքագծով, մեր ոստիկանը, իրենց վարքագծով պետք է լինեն օրինակելի։ Այսինքն մենք պետք է նմանակելու համար, նմանվելու համար հենց նրանք են պետք է։ Հիմա եթե մենք այդտեղից մենք կուզենայինք, որ մեր հարևանը, մեր գործընկերը, մեր զրուցակիցը այդպիսի վարքագիծ ունեն, այդպես դրսևորի իրեն։ Այո, երբ որ տագնապ կա, այսինքն անորոշություն կա, խճճված է, օգնության կարիք է զգում, չի անկառավարելի այդ զգացմունքայինությունը վրդովված, անզուսպ, կասեի, չէ, դրանք անզուսպ, չզսպված խոսքը, բառապաշարը, շարժուձևը, բեմի վրա, դրանք նշանակում է, որ լուրջ պրոբլեմ կա, հարկավոր է մարդին հանգստացնել, մխիթարել, աջակցել, օգնել, որպեսզի հանդարտվի ինքնիշխանությունը, կարողանա իշխել իր զգացմունքների վրա։ Եվ երկրորդ դեպքը կա, այսինքն արհամարում է նա, ինքնավստահ է, իր համար միևնույն է մենք ինչ կմտածենք իր մասին, ընդհանրապես ինքն իրեն շատ ազատ է զգում։ Բայց ոչ միայն մենք, չի, ամբողջ աշխարհն է այդ ելույթները տեսնում եւ թարգմանում եւ հետեւում ինչ է կատարվում Հայաստանում։ Մուլտեր կան միջազգային, ասենք գերմանական ալիքը մուլտեր է հնարում Նիկոլ Փաշինյանին հեգնում է։ Հենց դա է ցույց տալիս, որ ասում է սառնասիրտ գերմանացիները չեն հասկանում կամ ավելի ճիշտ հասկացել են մեզ ասում են ինչ եք անում, հանգստացրեք, հանդարտվեք, սառնասիրտ անգլոսաքսոնները պատկերացնում եք, ուրեմն դա մեկ, երկրորդը, որը նույնպես ինձ թվում է չափազանց կարևոր է, անհետաքրքիր ներկայացումը, ասենք դա, այդ ներկայացումը անհետաքրքիր է, իր դերը չի, դա մի ուրիշ դեր է, դա ուրիշ մարդ պետք է աներ, ընդհանրապես լավ կլիներ, որ մեր երկիրը հանդարտ կայուն վստահելի մեկը պետք, մենք պետք է վստահ լինենք, այս մարդը լուրջ վճռներ է կայացնում, անվտանգության հարցում տնտեսության ներկայանալի, բառը ասեմ վերջացնենք, պետք է ներկայանալի լինի մեր ոստիկանը, ուսուցիչը, դատավորը, դատախազը, լրագրողը, պատգամավորը, պետք է ներկայանալի լինի, մենք պետք է օրինակ վերցնենք, հիմա ներկայանալի չի, այդ վարքագիծը ներկայանալի չի, դա ձևով։ Մտահոգիչ է դա։ Շատ, կամ շատ վատ են մեր գործերը, մարդը չի կարողանում ինքն իրեն տիրապետել, կամ էլ իր գործերը շատ լավ են,
ինքը չի հասկանում, որ լավ չեն մեր գործերը։ Մեր գործերը, մեր երկրի գործերը լավ չեն, վտանգավոր ժամանակներ են, կորուստներ ունենք եւ սպառնալիքներ կան, ուրեմն սառնասիրտ մարդ է պետք, կշռադատող մարդ է պետք, որպեսզի դուրս բերի մեր երկիրը այս փոթորիկներից։ Լավ ներկայացում չի, որպես ներկայացում։ Բարի, այդ վիճակում, երբ որ այո, կադրային ճգնաժամ կա, մենք բոլորս դա հրաշալի գիտենք եւ այդ մասին ասում ենք արդեն որերորդ տարին է, Փաշինյանը ինքը այդ մասին ասեց, ում էր ուղված դա, ինքն իրեն էր ուղված, դա էլ հարցնենք, այդ խնդիրը ընդհանուր, նա ընդվզեց, որ այդպիսի պրոբլեմ է այ, թե ես չեմ կարողանում առ այսօր Հայաստանում, ամբողջ Հայաստանում գտնել պրոֆեսիոնալ գիտակից կադրեր, սա մի հարց է, ինչու այդ հարցը բարձրացրեց Փաշինյանը, երկրորդը, ինչպես այնուամենայնիվ, այս իրավիճակում պետք է կառավարվի, դուք ասում եք, այո, պետք է փոխվի, պետք է ներկայանալի լինի, բայց մենք ունենք այն, ինչ ունենք այս պահին, եւ ինչպես ասում են, մեքենան գնում է, գնացքն էլ գնում է, նավը գնում է, որը կոչվում է Հայաստան, մենք գնում ենք, ընթանում ենք, ապրում է Հայաստանը, կենթանի մարմին է, այս իրավիճակում ինչպես եք պատկերացնում կառավարումը Հայաստանի, եւ որ ամբողջ կառավարման ապարատը ասում է անգրագետներ են, զրո դասարան են, ով կարող է դա շտկել, ինչպես կարելի է շտկել, անմիջապես մտածում ես, եթե ինչ-որ մի բանը սխալ է, պետք է շտկվի, եթե կադրային պրոբլեմ է, պետք է կադրեր բերել, ինչպես, եթե ապարատը բանկրոտ է, սնանկ է, ուրեմն պետք է ապարատը փոխել, բայց շարունակել, սա ասել եւ շարունակել, նորից հասարակությունը ինչ հասկանա, ինչպես ընկալի, ինչպես իրեն զգա, ցանկացած մարդ հասարակության մեջ, որ այդ ամենը տեսնում է, այնինչ ես ասում եմ, սա ինչ-որ օտար բաներ չեմ ասում, պարզ տրամաբանություն է։ Այո, որևէ մեկ ով որ ծանոթ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը պետք է իմանար, որ դա պաշտոնի անհամապատասխանության մասին հայտարարություն է, գլխավոր կադրավիկը հենց ինքն է։ Ինքը համապատասխանում է իր պաշտոնին, թե չէ։ Եթե իր նշանակած կադրերը, իր ընտրած կադրերը չեն համապատասխանում իրենց պաշտոնին, նշանակում է ինքը որպես կադրավիկ չի համապատասխանում իր պաշտոնին, դա ուղղակի հասցեագրված է ազգային ժողովին, օրենքը այդպիսին է, ազգային ժողովին ինքնախոստովանությունով ներկայացավ մարդը ասեց, որ դուք սխալ կադրեր եք ընտրում, սխալ կադրեր եք ընտրել, ես չեմ կարողանում կազմակերպել երկրի կառավարումը, ազգային ժողովը պետք է դա հիմք ընդուներ եւ հաշվետվություն պահանջեր, հաշվետվություն արտահերթ նիստով պետք է հաշվետվություն, ինչը նշանակում Հայաստանում չկան կադրեր, չկան բժիշկներ, այսինքն պացիենտը, Հայաստանի Հանրապետությունը որպես պացիենտ, հիվանդ է, օրինակ ասենք, սրտանոթային համակարգի պրոբլեմ ունի, դուք ինչ եք նրան, ասենք, աչքի բժիշկ առաջարկում, դուք պատկերացնում եք, այսինքն համապատասխան մասնագետներ գտեք, Հայաստանի առաջ ինչ խնդիրներ կան, եւ ընդհանրապես Հայաստանի առաջ խնդիրները դեռ հանենք, դուք ինչ ծրագրեր ունեք, դուք ինչ ծրագիր ունեք, այդ ծրագիրը սպասարկող անձնակազմ հայթայթեք, եթե ձեր ազգականների մեջ, մենք գիտենք, անիրոջ տղան, չէ, իր եղբայրը, իր դասընկերները, համագյուղացիները Ենոքավան գյուղից, նրանք եթե չեն բավարարում այդ որակը, մտեք Սուրենավան, Ենոքավանից դուրս եկեք, մտեք Սուրենավանում էլ կադրեր կան, միայն Աղասարյան Հովիկը հոչեր այնտեղ, էլի մարդիկ կան, այսինքն դուք մրցույթ հայտարարեք ծրագրի համար, այդ ծրագիրը զարգացման ծրագիր պետք է լինի, չէ՞, երկրի զարգացման ծրագիր, այդ զարգացման ծրագիրը դուք նախընտրական ձեր այդ կամպանիայի ժամանակ հայտարարեք, դա սպասարկող կադրեր ընտրեք, հայտարարեք մրցույթ, թող գան, եթե ձեր ազգականները բավարար չեն, ձեր դասընկերները, համագյուղացիները
ուրիշների համագյուղացիներին Դե դա դուք հրավիրեք։ հեգնելով եք ասում, չէ՞, այդ Բայց ինչի եմ հեգնում։ հայտնի ԽԾԲ-ի թեման է։ Ասում եք, եթե ձեր բարեկամը չի, ուրեմն, այսինքն առաջին հերթին ինքը պետք է բարեկամների շրջանակներում, իր ընկերների շրջանակներում փնտրի։ Առաջի Դե հենց այդ տրամաբանությամբ էլ փնտրել եւ ձևավորել է։ Այո, հենց այդ տրամաբանությամբ էլ Կառավարության համակարգը իր համակիրների շրջանակներից։ Այո, ես կարող եմ ուղղակի, որպեսզի չստացվի, հենց այնպես եմ ասում, Աղազարյան Հովիկի ելույթը, որ ես նվիրված եմ եղել անձամբ ձեզ։ Տեսեք, ուզում ասում, ես հենց այնպես չեմ ասում։ Մարդն ասում է, որ մի կողմ թողնենք ծրագրերը, գաղափարները, հայրենիքն ու պետությունը, մենք իրար հետ, ես, այսինքն դա է կարելի, ես դրա համար ասում եմ, որ եթե սպառվել է դա, չկա հայկական ժամանակ թերթի խմբագրությունը սպառվել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, դա նշանակում է փակել իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանում հենց որ այդ անունը Վահագն Հովակիմյան, հենց որ նա նշանակվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, դա նշանակում է փակել իրավաբանական բոլոր տեսակի կրթական ինստիտուտները։ Ինչու եք այդպես ասում։ Դե որտեղ դա իրավաբան չի, դա գլխավոր իրավաբանի, դատախազը չի գլխավոր իրավաբանը, կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեր երկրի ամենակարևոր ինստիտուտը, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նա ձևավորում է, կադրերը ձևավորում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե դու բերել ես քո, մեր, չգիտեմ, ձեր եթերում չասեմ, բերել ես հրավիրեք մի անգամ Հովակիմյանին Վահագն հրավիրեք, թող մի երկու նախադասություն կազմակերպ ասի ընտրությունների մասին, թող խոսի, համ էլ տեսնենք, էլի։ Պարոն Աշակյան, գուցե այսպիսի երկրորդ տարբերակ եմ տեսնում, այո, Այլուր Աշխարհի ասում է Փաշինյանը, որ Հայաստանի եւ պետական կառույցները անզոր են, անգիտակ են, անգրագետ են, տապալված է աշխատանքը, այսինքն ցույց է տալիս, որ Հայաստանը թույլ է, վատ վիճակում է։ Երկրորդ տարբերակը, թե ինչու է նա Այլուր Աշխարհի դա ասում, դա կարող է իր կաբինետում իր աշխատողների հետ խոսի եւ շտկի, ճիշտ է այդ իրավիճակը, բայց նա դա դուրս է բերում ամբիոն եւ այդպես խոսում է, գուցե դա արվում է երկրորդ նպատակով, որպեսզի իր հակառակորդ երկիրը, տվյալ դեպքում Ադրբեջանը, որ ուզում է թույլ տեսնել Հայաստանին, այսպես սուտ մեռուկի պատմությունն են բերում։ Սուտ մեռուկ է, Հայաստանը թույլ է, անկարող է, ինչ ես ուզում, թող գնա, մենք չկանք։ Ցույց տա աշխարհին, որ Հայաստանը սպառված է, Հայաստանի պետական կառույցները չեն կարողանում գործել, եթե գյուղատնտեսության նախարարության մակարդակով, որը չկա, հարցերը չեն կարողանում լուծել։ Ուրեմն մեծ խնդիրներում եւս անզոր են։ Գուցե այդպես է։ Ես կարծում եմ, որ Իլուր Աշխարհի չէ, ինքը հաշվետվություն է տալիս նրան, ով որ իրեն նշանակել է։ Ցավը դա է, դժբախտությունը դա է։ Մեր կարծիքն հաշվի չի առնում։ Ես ասացի, մենք ուզում ենք ներկայանալի ղեկավար ունենալ, կիրթ լինի, բարեկիրթ լինի մեր ղեկավարը, կոմպետենտ, արհեստավարժ լինի, պետք չի, որ ինքը իր թերությունները ի ցույց դնի, այսինքն մենք ընդհակառակը գիտենք, որ ոչ այնքան խելացի, ոչ այնքան խոհեմ, ոչ այնքան արհեստավարժ մարդը իրեն գերագնահատում է, ներկայանում է որպես խոհեմ, արհեստավարժ, խելացի, լավ մարդ, միշտ գերագնահատման, այստեղ կարծես թե մի քիչ ընդհակառակը ինքն այդքան էլ վատ չի, ինչքան որ ցույց է տալիս։ Այսինքն ինչի ես քեզ վատ ներկայացնում, մեզ խոցելի ես դարձնում, ես կարծում եմ հաշվետվությունն է, ասում եմ, որ դուք ճիշտ ընտրություն եք կատարել, հայկական պետությունը անլիարժեք դարձնելու համար, ես հարմար ղեկավար եմ, շարունակեք ինձ աջակցել, ինձ աջակցեք, ես այսպիսին եմ։
Հիմա տեղափոխվենք Գյումրի ընտրություններ, որը տրամաբանորեն շարունակությունն է այս հարցի, ձեր պատասխանից կերևա, որ դա շարունակությունն է։ Ես գիտեմ, որ դուք ինքներդ անձամբ եղել եք Գյումրիում, այնտեղ էլ մի քիչ մրսել եք։ Այդ ընտրությունների Առողջությունս նվիրել եք ընտրությունների, որովհետև այո, անձամբ տեսել եք ինչ է տեղի ունեցել։ Մենք երեք լսեցինք նոր ուրեմն քաղաքապետի ելույթը, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ուր հասանք մենք այնտեղ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է Չեռնիշևսկուն հիշենք։ Կատարյալ վիճակ ստեղծվեց։ Այ Չեռնիշևսկին ասում էր, որ իրերը հարկավոր է քննարկել իրենց իդեալական վիճակում։ Այ երբ որ մենք SNG-ում ենք, SSR-ում ենք, մաքսային միություն ենք, ODKB ու ամենտեղ մի քիչ, ամենտեղ հայտնի չի, անորոշ։ Կանք թե չկանք, ուզում ենք, թե չենք ուզում։ Այսինքն ուզում ենք, բայց չենք կարողանում, չենք ուզում, բայց մեզ տանում են եւ այլն։ Նոր քաղաքապետը Գյումրի ասեց, որ եկեք լինենք շիտակ։ Մենք ուզում ենք դառնալ գուբերնիա։ Մենք պետությանը դեմ ենք, մենք չենք ճանաչում հայ ժողովրդի պետություն ունենալու իրավունքը։ Դա այսինքն չկա որևէ բան, որ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ Երևանում դա չի հայտարարվում։ Դա մեր քաղաքական իշխանության քաղաքական կուրսն է, բայց ավելի բաց շիտակ տեսքով։ Գյումրեցիները թուրքերեն ասեն դուզ խոսքով ասեց, որ ասեց մեր ինչն է պետք, մեզ պետք է կթանկով։ Ռուսաստանը մեզ համար կթանկով է, գնանք կթենք։ Դե եթե հիշենք նորից հետ գանք Փաշինյանի այդ իր ելույթի այդ դրվագները, մենք չկայացանք, փաստորեն ասում է Փաշինյանը։ Մեր կառույցները պետական չկայացան, մենք կադրային խնդիրներ ունեցանք, մենք որպես պետություն թույլ ենք եւ շարունակում է նրա խոսքը արդեն Վարդան Ղուկասյանը։ Այո, ավելի պարզ լուծում է առաջարկում, այսպես ասեմ։ Ասում է, որ Երևանում ինչ որ ասում էին, սա են ասում։ Նիկոլ Փաշինյանը սա էր ասում։ Ինքը ասեց, որ ես պատրաստ եմ աշխատել, ես շարունակեմ ձեր ծրագիրը քաղաքացիական պայմանագիր։ Այդ երիտասարդը դուս պրծուկը։ Այդ հավակնորդը, մրցակիցը, Վարդան Ղուկասյանի մրցակիցը դուրս պրծուկ է։ Ով է։ Ինքը գիտենք Վարդան Ղուկասյանն է, հայտնի մարդ է։ 10-20 տարի քանի կա քաղաքական հարթակում։ Կարևոր չի ինչ գնահատական ունենք, իմ գնահատականը կարևոր չի։ Կա դուրս պրծուկ չի։ Բայց ասում ես դուրս պրծուկին բերել եք ինձ հետ, որ ինչ, ես կաշխատեմ ձեզ հետ։ Ես ձեր ծրագիրը ավելի լավ կկատարեմ։ Հա, նա է ասում դա։ Վարդան Ղուկասյանի ասածը դա էր, որ ես դա կանեմ, բաց խոսքով ասում եմ, մենք չկայացած պետություն ունենք։ Մենք չենք կարող պետություն կայացնել։ Այդ դա ասեց, չի կայանալու պետությունը, գնանք մտնենք մեկի թևի տակ։ Ես Վարդան Ղուկասյանի համար լիկբեզի կարգով ասեմ, մենք ոչ մի անգամ չենք հեռացել Ռուսաստանից։ 1918 թվականի մարտ ամսին Ռուսաստանը, մարտի 3-ին, Ռուսաստանը հայ ժողովրդին ասեց գնաք բարով, մի բուդեմ կարմից, ձեզ չենք ուզում պաշտպանել, ձեր համար չենք ուզում կռվել, ձեզ հաց չենք ուզում տալ, ցորեն չենք ուզում տալ, գազ, նավթ չենք ուզում տալ, գնացեք ձեր գլխիճարը տեսեք։ Ուրեմն մայիսի 28-ին, 18 թվականի մայիսի 28-ին մենք դիմադրում էինք, չէինք ուզում գնալ, ասում ենք չէ ուզում ենք մնալ։ Նույնիսկ մայրաքաղաքը Թբիլիսի չենք ուզում բերեինք։ Վրացիները վտարեցին Հայաստանի կառավարությունը Թբիլիսից, ասեցին գնացեք ձեր երկիրը։ Տեղափոխվեք Բաթումիում, մերոնք 1918 թվականի 3 ամիս հետո, երբ որ Ռուսաստանը մեզ վռնդել էր իր այդ կաթի դուիլի մոտից, որպես կթանկով, ասել չեմ ուզում ձեզ կաթ տամ, գնացեք ապրեք։ Մայիսի 28-ին մենք հայտարարեցինք Հայաստանը անկախ։ 1990 թվականի հունիս ամսին Ռուսաստանը ասես «Не будем кормить» հեռուստատեսությամբ ուղիղ եթերով Գոսդուման Վերխովնի Սովետը ասեց հայեր գնացեք ինձանից 90 թվական 90 թվականի հունիսին
Այսօր դա Ռուսաստանի բանն է, տոնում են իրենք։ Ռուսաստանը դուրս եկավ։ Մենք մնացինք, ես ազգային ժողովի պատգամավոր էի, մենք մնացինք շփոթված, բա ինչ ենք անելու։ 1990 թվականի նոյեմբերի 23-ին Ռուսաստանը Փարիզում փաստաթուղթ ստորագրեց Արևմուտքի հետ, որ Հայաստանից մեր բանակը հանում ենք, մենք չենք ուզում պաշտպանել Հայաստանին, մենք չենք ուզում Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական որևէ կապ չենք ուզում ունենալ։ 23 նոյեմբերի Փարիզյան խարտիա է կոչվում։ Այ հիմա որ ռուսները ասում են, որ խոստացել եք, որ մենք կգնանք, դուք չեք գա, դուք ինչի եք գալիս։ ՆԱՏՕ-ն ինչի է գալիս։ Ասեցին, մենք Հայաստանից զորքերը հանում գնում ենք։ 7-րդ բանակը տանում ենք 23 նոյեմբերի 1990 թիվ։ Մենք մի տարուց քիչ պակաս։ 2 ամիս պակաս։ 10 ամիս նստել մտածում ենք, բա մենք ինչ անենք։ Մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացրեցինք հանրաքվե, ուզեցինք իմանալ մեր ժողովուրդն ինչ է ասում, գոնե մի ավտոբուս, մի 20 հոգի կջղաձգվի անկախության համար, թե չէ։ Մեր քաղաքացիները սովետական Հայաստանից Վարդան Ղուկասյանի համար եմ ասում։ Հայրերի հերոստատեղումները դուք դա գիտեք, դասագրքերում գրված է։ Հիմա էլ գրված է։ 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի ասես դե որ դուք գնում եք, մենք էլ ենք գնում։ Եթե Ռուսաստան դու հեռանում ես մեզանից, մենք էլ ենք հեռանում։ Անկախության հանրաքվեներ։ Այսինքն մենք մի տարի հետո ռուսների հեռանալուց մի տարի հետո մենք ասեցինք դե որ գնացել ես, մենք մեր գլխի ճարը տեսնենք։ Մենք էլ մեր պետությունը կառուցենք սեպտեմբերի 21-ին։ Էլի թվերական շարունակեմ, թե այսքանով բավարար։ Շարունակեք, որովհետև կարևոր բան եք ասում։ 2020 թվականին մենք մեր բոլոր փաստաթղթերում հայտարարել էինք միացում, մենք SNG-ի անդամ SSR-ից բացի Եվրազիական միության, Մաքսային միության, ինչ միություն, բոլոր միությունների անդամ դառել ենք, մեզ հետ բերելով Լեռնային Ղարաբաղը, Արցախի հարցը, միացումը, անկախ Արցախը, օրենք ենք ընդունել, որ մենք երաշխավորն ենք, Ռուսաստանը երբ որ մեզ ընդունեց, իր գիրկն առավ 13 թվականի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանը նորից մեզ գրկեց, պինդ գրկեց մեզ Սերժ Սարգսյանը մի գիշերում գրկվեց այնտեղ, մենք մեր հետ բերեցինք, հատուկ բերեցինք Արցախը, քանի տարի, 7 տարի հետ ռուսներն ասեցին մենք 1921 թվականին մարտի 16-ին Թուրքիայի հետ պայմանագիր ենք կնքել, որին հավատարիմ ենք, մենք պարտավոր ենք Արցախ չգրել Նագորնի Ղարաբաղ, այդ Նագորնի Ղարաբաղն էլ ենք ջնջում, տալիս ենք Ադրբեջանին, հայեր կարդացեք ձեր պատմությունը, ձեր Ղարսի պայմանագիրը կարդացեք, Մոսկվայի պայմանագիրը կարդացեք, մենք պարտավորվել ենք Նախիջևանը, Ղարսը, Ղարաբաղը հանձնել թուրքերին, հանձնում ենք, Բուլղարացին հարցից ասեց, գիտեք դա ինչ է նշանակում, ասեց ես եմ գրել, Ռուսաստանի նախագահը ես եմ գրել, Շուշին հանձնելու մասին դրույթը ես եմ գրել, ու մենք զորք ենք ուղարկելու այդ տարածքը, որ հանկարծ ֆրանսիացիները չգան, պարսիկները չգան, ամերիկացիները հանգարտ չգան, չխանգարեն, որպեսզի մենք հանձնենք Նագորնի Ղարաբաղը Ադրբեջանին 2020 թվականին։ Հիմա ինչ վիճակ է։ Ինչ տրամաբանության մեջ են զարգանում իրադարձությունները։ Հիմա մենք ասում ենք, ամեն անգամ ասում ենք, մենք ուզում ենք ձեզ հետ լինել, այ հիմա Վարդան Ղուկասյանը բոլոր իր ելույթներով Նիկոլ Փաշինյանը, որ մենք հավատարիմ ենք Եվրազիական միությանը, այն մյուսներին դուք ինչ ասեք կանենք, դուք առաջարկեք մենք կանենք, դրանք ասում են չենք ուզում ձեզ։ Փաշինյանի ֆակտորը, գործոնը։ Դու Փաշինյանը ասում է մենք
Վարդան Ղուկասյանը այսինքն Վարդան Ղուկասյանը Գյումրեցի է նայել Ենոքավանցի, ասում է մենք համաձայն ենք։ Կա որևէ ծրագիր, որ Ռուսաստանը առաջարկել է, մենք մերժել ենք։ Չկա որևէ բան։ Այսինքն նորից Ռուսաստանը հերրացել է, չեկավ Արցախ մեզ պաշտպանելու, չեկավ Սյունիք Սև ջուրը պաշտպանելու, չի գալիս, մեզ չի պաշտպանում։ Այ Վարդան Ղուկասյան, չի գալիս, մարդիկ ռեսուրսներ չունեն, ցանկություն չունեն, պարտավորություն ունեն մեզ չպաշտպանելու։ Հիմա գնում փաթաթում ենք, ասում ենք, արելի Ռուսիվան արելի, չես հասկանում, դու չես հասկանում, քու շահերից չի բխում։ Դա վիրավորական է, չէ՞, մենք ռուսներին վիրավորում ենք։ Մարդիկ ասում են, մեր շահերից բխում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ Մեր երկրում, Ռուսաստանի Ֆեդերացիայում 25 միլիոն թուրք է ապրում։ 4 միլիոնը Մոսկվա քաղաքում, նրանք երբ ուզենան Ռուսաստանը կապակայունացնեն, մարդիկ մեզ ասում են, հատուկ էթնիկ հայեր կան, ծագումով հայեր կան, որոնք մեզ ասում են, մի արեք, ձեր պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսի Ռուսաստանը։ Հիմա մենք անդադ գնում փաթաթվում ենք։ Պարոն Աշակյան, ստացվում է Հայաստանը մի ձեռքով ստորագրում է այդ օրենքը Եվրամիությանը անդամակցության կամ Եվրամիության դեպի Եվրամիություն գնալու մասին օրենքը, մյուս ձեռքով էլի ռուս թագավորին է նամակ գրում։ Ռուս թագավորի նամակ ամեն օր է գրում, անընդհատ գրում է, փաթաթված է նրա ոտքերին։ Բայց Եվրամիության հետ պատմությունը ամբողջ։ Դե զաստավիտ արեցին։ Զաստավիտ 60,000 ստորագրություն հավաքեցին, ասեցին արա։ Ինչ է անում որ։ Օրենք երկրներ նախագահն էլ ստորագրել է այդ օրենքը։ Եվրոպացիները, Եվրոպա, մենք ասում ենք արևմուտք, երբ որ ասում ենք, հասկանալի է, որ Հունգարիային եւ Սլովակիային նկատի ունենք, ռոմանո-գերմանական, անգլոսաքսոնական աշխարհը։ Նրանք ասում են մենք կարգապահ ժողովուրդ ենք, դուք որոշեք ում հետ եք լինելու, որ մաքսային միության անդամ եք, դուք այնտեղ լվացվեք, նոր եկեք, մեր մոտ սանիտարական հատուկ ռեժիմ կա, մեր մոտ հատուկ ռեժիմ կա։ Այս մայիսի 9-ը կխանգարի այդ գործընթացը։ Մայիսի 9-ը մենք ընդհանրապես այստեղ պետք է նշենք, մենք չափազանց ծանր գին ենք տվել մայիսի 9-ի համար, մենք հայերս, մենք բացառիկ ժողովուրդներից մեկն ենք, որ մտել ենք Բերլին հենց հայկական դրոշով, հայկական դիվիզիայով, մեր պապերը մտել են Բերլին, որպես պատժիչ, որպես պատժող, մենք ազատարար չենք եղել, մենք մտել ենք պատժելու համար, ցանկացած հայ մարդի հարցրեք, գենոցիդը կազմակերպած, պետության դաշնակցի Բերլին, որ մտել եք, ինչ եք դուք մտածել, ազատագրեն գերմանացի ժողովրդին նացիզմից, չէ, մտել ենք պատժելու համար, մենք մտել ենք, մենք իրավունք ունենք դա նշելու, հակահիտլերյան կոալիցիայի կարևոր մասը մենք ենք, հանեք մեր բաժենը, տեսեք ինչքան, ինչ է կատարվելու, այսինքն մենք պետք է նշենք մեր հաղթանակը, մենք պատժեցինք նացիստներին, որպես դաժանության, անմարդկայնության թշնամի, նրան մենք պատժեցինք եւ պատժեցինք գենոցիդը կազմակերպող պետությանը, մեր եղբայրների վրեժը լուծեցինք։ Մենք մեր մոտ պետք է նշեինք, եթե նրանք նշում են հակահիտլերյան կոալիցիան, եթե դա նշում է, ուղարկեինք, վետերաններ ունենք մենք պաշտպանության նախարարներ, ես չգիտեմ հիմա կան հայ վետերաններ պատերազմից 90-100 տարեկան, դրանց էլ կարող ենք ուղարկել։ Եթե հատուկ ակցիա է, ուրեմն մեր մոտ նշում ենք 8-ին ամսի 9-ին իրենց մոտ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է նշենք, հատուկ մենք պետք է նշենք։ Դե հարցը ես որ տվեցի, նկատի ունեի Փաշինյանի ներկայությունը Պուտինի կողքին այդ պարադ կոչվածին։ Վլադիմիրիչը կանչել է, ինքը գնում է, կարևոր չի պարադը դա, թե ինչ է։ Կարող ուրիշ տեղերել է կանչում, էլի գնում է։ Ես դա եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ասել չգիտի։ Նա ծրագրերում չի եղել երբեք, նա անկախական չի եղել, նա պետական չի եղել։ Նա ասում են Վարդան Ղուկասյանի բերանով ինքը խոսեց։ Բայց ինչի պետք է չգնար։ Իմ նշանակել է, եթե Պուտինը ուզենա, որ Նիկոլ Փաշինյանը չլինի, Նիկոլ Փաշինյանը քանի րոպե կմնա վարչապետ, քանի րոպե, այ հենց որ տելեգրաֆը եկավ, ազգային ժողով,
Ալեն Սիմոնյանի սեղանին եկավ տելեգրաֆը, որ փոխում ենք, նիստ կգումարվի բոլոր աչերը, ձախերը, հները, նորերը, արականներն ու իքականները կքվյարկեն, կհեռացնեն, ոնց արեցին 98 թվականին, ոնց արեցին, հավաքվեցին բոլշևիկները, մենշևիկները, հավաքվեցին Ռոբերտին, Բեին, բերեցին, որտեղից այդ Ալիևի կադրերին բերեցին, քվեարկեցին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց մնաք բարով, ես գնում եմ։ Հա, Սերժ Սարգսյանը ոնց հրաժարվեց։ Ասաց գնա, վստահությունը կորցրել ես։ Եվրոպայի հետ 4 տարի սիլիբիլի ես արել։ Գնա։ Սուսուփուս հանձնեց գնաց։ Նիկոլ Փաշինյանն էլ կհանձնի, կգնա, եթե ՊՀԳ, հա, պահանջը, եթե Կրեմլի Վլադիմիրիչը եթե ասի, որ իրեն չի ասելու, միջոց իրեն չի ասելու, Աղազարյան Հովիկին է ասելու։ Ինչու Աղազարյան Հովիկ։ Դե պայմանական, փոքրատառով։ Դրանք հատուկ ընտրել է, տեսեք ինչ կադրեր է ընտրել։ Աղազարյան Հովիկը, Վահագը Հովակիմյան, Սուրիկը Պապիկյան, այն շարքը թվեք էլ տեսեք ովքեր են, դրանք են մեր երկիրը ղեկավարում, կադրեր չկան, սահմանադրական դատարանը, դատախազը, բդխները, դատախազը, այդ նայ մտածում ես, ես հայ ժողովուրդ են, մխիթար գոշ, բան, որ ասում են սուտ է դա, դրանք կարող է ալբանացի են եղել, ուդի են եղել, ինչ են եղել։ Ալիևի ջրաղացին ջուր եք լցնում, հա։ Հա, բա ինչ, դա է ստացում, բա մենք իրավաբաններ չունենք, Տարոն Աջեմօղլուն, Աջեմյանը, կառավարման համակարգ ձևավորելու համար ստացել է աշխարհի ամենաբարձր գնահատականը, ամենաբարձր Նոբելյան մրցանակ ստացել է մարդը, թե ոնց կարելի է կադրեր ընտրել երկիրը ղեկավարելու համար, ինչ չափորոշիչներով կարելի է կադրել, ինչ ծրագրեր կարելի է կազմել, ուր գնալ, ինչ անել, Նոբելյան մրցանակ, ճիշտ այնպես ինչ որ Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն էր շախմատի, ամենալավ շախմատ խաղացողն էր իմ երիտասարդ տարիներում, մենք բոլորը շախմատիստ էինք, շախմատային կոստյում ունեն, տեսեք շախմատը, շախմատ խաղալ գիտենք մենք, երկիր կառավարելու տեսությունը մենք էթնիկ հայը, որը ամենտեղ արձանագրում են, որ ինքը հայ է, Դուք Նոբելյան մրցանակակիր ունեք վարչարարության բաժնում, ու դուք վերեք Հովակիմյանին, ես թիրախ եմ վերցրել, որտեղ ընտրություններում ոնց կարող էր Գյումրիում այդպիսի ընտրություն տեղի ունենալ, մարդկանց վրա քրեական գործեր կան, այսինքն մարդիկ, որ պետք է բանկում լինեին, նրանց ունեցվածքը ազգային բանկում, առախաղեմանում, բանկ ու բանդ, դարձել են երկրի ղեկավար, Բերեցին դարձրեցին ղեկավար, չէր ուզում, այ Վլադիմիր Պուտինի մասին ասենք, Նիկոլ Փաշինյանը չէր ուզում, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ ու Վարդան Ղուկասյանը ջարդ ու փշուր արեց Նիկոլ Փաշինյանին, Պուտինին, Բայդենին ու Տրամպին հաղթեց, այսինքն ինքը չէր ուզում, Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը չէր ուզում, որ Վարդան Ղուկասյանը լինի։ Դուք կասկածով եք ասում, այսինքն ձեր կարծիքով ուզում էր, մեկը խոսնակն է դա, ասեց այն ինչ որ ինքը կես բերան է ասում, կամ չի ասում, կամ զայրացած ձեռքերն է շարժում։ Ինչու կարող էր Նիկոլ Փաշինյանը ուզել դա։ Քաղաքական կուրսն է այդպեսին։ Ինքը ուզեցավ ասել, որ տեսեք, սա մեր ապագան է։ Իսկ Երևանի քաղաքապետը կարծում եք Վարդան Ղուկասյանից ինչ որ բանով տարբերվում է։ Ինչ ելույթները ես չեմ հիշում, այն Փափախով ու բաները Հանիբալն ու Հաստրոբալը, ես հատուկ չեմ ասում են բառերը, որ օպելներով, այդ լեզվա մշակույթը կրող մարդը, նա քաղաքական գործիչ է։ Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության 75%-ն է։ Այսինքն երկրի ղեկավարներից մեկն է Ավինյան Տիգրանն է։ Այսինքն երկիրը հենց Ավինյան Տիգրան է, Երևանն է։ Նա քաղաքական կուրսի մասին, անկախության մասին, լեզվի մասին, մեր լեզվի Երևան քաղաքում ոդոչնա կոնյաչնի завод есть։ Դուք պատկերացնում եք գրված է, ամեն օր են գնում գալիս են Երևանский водочно коньячный завод имени Նիկոլ Փաշինյանը։ Այդ հասկացանք չի տեսնում,
քաղաքապետը ինչ է գրված, լեզվի մասին օրենք չունենք, այսինքն ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը դեռ պետք է հասնի Տիգրան Ավինյանին, օրինակելի Տիգրան Ավինյանին, պետք է հայհոյի համաքաղաքացիներին, հայրենակիցներին։ Եվ ձեր բռնած 26 թվականին հանրությանը, հասարակությանը ուր տանեն, ընտրություններ են 26 թվականին։ Ընտրություններ չեն, դրանք քվեարկություններ են։ Գյումրիում ընտրություն չի եղել, եղել է քվեարկություն, դրանք տարբեր բաներ են։ Ընտրությունը ենթադրում է մրցակցություն։ Լևոն Բարսեղյանը ոնց կարող էր մրցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Դա մրցակցություն չէ, Ինչու՞։ մրցակցային անհավասար պայմաններ կան։ Օրենքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությամբ օրենքը Հայաստանի Հանրապետության ղեկավար է ընտրում առանց մրցակցության, չի կարող մրցակցություն լինել, բայց քրեական գործերը ինչի մասին են։ Այդ ապօրինի գույքի մասին, որ գրում են, այդ ապօրինի գույքը ում մոտ է, ապօրինի ռեսուրսները ում մոտ են, բայց գյումրիցիները գիտեին, չէ, ռեսուրսները ում մոտ են, ուժը որտեղ է։ Այդ ընտրությունների մասին օրենքով Հայաստանում չի կարող արդար, թափանցիկ, ազատ ընտրություն տեղի ունենալ, օրենք արգելում է, կուսակցությունների մասին օրենքը արգելում է, սահմանադրությունը արգելում է Հայաստանում արդար, ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Այդ համար ես ասում եմ, Երևան քաղաքի քաղաքապետը ով է, դուրս պրծուկ։ Պարոն Արշակյան, սա առաջին, այսպես ես շատ վաղուց եմ ձեզ հետ աշխատում, առաջին այսպեսի հարցազրույցն է, որտեղ կարծես թե Հորատություն կա։ Ոչ, վիրավորվածություն, ինչից եք վիրավորված, անձնապես չէ, հասկանում եմ, ոչ որպես անձ, բայց որպես մարդ, որպես անձ։ 7 տարին հասարակ թիվ չի։ 7 տարի հետո մենք պետք է խոսենք, այսօր պետք է խոսենք սահմանադրության նախագծի մասին։ Մենք պետք է խոսենք ընտրությունների մասին, նոր օրենքի մասին։ Մենք պետք է շնորհավորեինք նոր ընտրված ավականին։ Այդրանից պետք է ասենք, որ արժանավոր մարդիկ են ընտրվել։ Գյումրի քաղաքը կարևոր քաղաք է, դա երկրորդ չի, երրորդ չի, դա հատուկ քաղաք է։ Գյումրեցիները հատուկ խումբ են։ Մեր ժողովուրդը հատուկ է, Գյումրին ուրիշ է, մենք պետք է հիմա շիրար շնորհավորեինք, ասենք այ Երևանը թող օրինակ վերցնի Գյումրիից, այդ դա տեղի չի ունեցել, այդ դրա համար են վրդովված, Գյումրի քաղաքը ում եք հանձնում, ուր եք տանում դուք մեզ, եթե մարդիկ մեզ վտարել են իրենց երկրից, իրենց հովանավորչությունից վտարել են ռուսները, դուք ինչի եք գնում փաթաթում, չեք նվաց տանում։ Ես մեկ ասում եմ, դա իմ որոշ ընկերները գյումրեցի վիրավորվում են, ասում եմ Միմինո կինոյի մեջ մեզ վիրավորել են, Միմինո կինոյի գլխավոր հերոսը այն Սլավոն Երրյակն ու Քարյակն են, վետերաններն են, նրանք են մեծահոգի, երկրորդը վրացին է, Կիկաբիձեն է, օթաչու, երիտասարդ, բարետես և Սանչո Պանսան, մեր Մկրտչյանը, նա պետք է հրաժարվեր այդ տեքստը, որ կարդաց Սան Ֆրանցիսկոն առաջի տեղը, մեր ջուրը երկրորդ տեղն է, ասում է իմ կնոջի երրորդ ամուսինն եմ ես, ինչ ես ասում քո կնոջի երկրորդ կամ երրորդ ամուսինն ես դու, ինչի քո երեխաների հայրը չես, այդ էր ասում մեր Մկրտչյանն ասում էր, իմ երեխաների հայրը ես չեմ, այդ Միմինոն դրա մասին է, մերոնք ուրախանում են, հպարտանում են, հուշարձաններ են սարքել, երեխաների անուն Միմինո են դնում, այնտեղ մեզ նվաստացրել են, Համլետն է գլխավոր հերոսը Շեքսպիրի, Լաերտը չի, Ֆաուստն է գլխավոր հերոսը, ոչ շարունակեմ, ամեն տեղ գլխավոր հերոսը պետք է լինես, մենք հակահերոսներին ենք բերում դարձնում մեր համար հերոսներ, այս դա եմ ասում, ինչի եք Հայաստանի ղեկավարներին դնում տգեղներին, տգետներին,
նվաստացնում են։ Ես հիմա նվաստացած եմ, Գյումրի քաղաքը հանձնել են տգետներին, տգեղներին, գրեհիկներին։ Երևան քաղաքը հանձնված է տգետներին, գրեհիկներին, չեն կարողանում հարցը լուծել, 4 ժամ դրեք։ Դրանք հասարակ բաներ են, բայց չկա տեղ մեկը, որ ասի 4 ժամ, ժամը 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին է սկսում աշխատանքը ձեր։ Բաժանեք, բաշխեք, ուսումնասիրեք, 4 ժամ թող տևի, 4 ժամ էլ աշխատանքից դուրս գալը տևի։ Նշանակեք էկուվորց, զույգ օրերին զույգ մեքենաներն են Երևանում շրջում, կենտ օրերին կենտ մեքենաներն են շրջում, դատարկեք Երևանը, դատարկեք, դուրս գանք փողոց, կազմակերպեք մեր կյանքը, փոխեք այդ ռեկլամները, գովազները փոխեք, իմ լեզուն դրեք։ Ինչի՞ պետք է ոդաշնկանյաչնի զավոդ լինի գրված կիրիլիցայով, իմ գլխավոր գործարաններից մեկի վրա, բայց չվրդովենք 7 տարի անցել է, բայց օգնել ինձ հաշվետվություն ինձանից պահանջում են, իմ թորրեն ասում են, «Էդ ում ես օգնել, պապի»։ Ոդաշնկանյաչնի, «Էդ ում ես օգնել դու»։ Վրդովում, բայց ես ինչքան ժամանակ ունեմ ապրելու։ Ես ժամանակ չունեմ իմ սխալները ուղղելու։ Իմ նման շատերը կան, որ ժամանակ չունեն, ասում են ուղղեք։ Որոշեք, դուք ում հետ եք, դուք որ սեռից եք, էդ էլ ասեմ, լավ, ներողություն, որ սեռից եք դուք, ում հանդիպում եք, ձեր սեռը փոխում եք, որ դուք մաքսային միություն եք, թե Եվրոմիությունից եք, մտակ Եվրոմիություն հատել, մտեք, գործ արեք, օրենքներ փոխեք, աշխատեք, հրավիրեք իրավաբանը, տարոնին հրավիրեք Աչեմյանին։ Դե հրավիրել են կարծես թե չի։ Բայց չի գալիս այստեղ մարդը, որ ասում է, ես կոմպետենտ չեմ։ Մարդն ասում է, որ իմ պաշտպանության նախարարը զինվորական հանցագործ է նախկին, քրեական դրա համար դատվել է։ Իմ պաշտպանության նախարարի տեղակալը ոստիկան է նախկին, մյուս տեղակալը աշխատանքից վտրված քաղաքապետն է։ Ասում է, բա ինչ պաշտպանություն։ Բա ձեր մոտ 16-17 տարեկան պատանին, որ գնա ռազմական ինստիտուտ, ինչ է դառնալու։ Գլխավոր պաշտոնները բաժանել է քրեականների մեջ, բայց չի ուզում պատանին 16 տարեկան դառնա գեներալ։ Քանի գեներալ կա ռազմական ինստիտուտը ավարտած։ Քանի գեներալ ունենք, բա 30 տարի շրջանավարտ ենք տալի։ Դա աճեմ օղնում դա։ Ես կապ ունեմ նրանց հետ։ Նրանք ասում են, «Էս ինչ եք անում»։ Դի կարծում են, թե ես կարևոր բան եմ, էլի, որ բարձրաձայն որ խոսում եմ, հիմա էլ որ խոսում եմ, մարդիկ մտածում ասեն, «Էս երևի մի բան գիտի, ոչինչ չգիտեմ, ոչինչ չունեմ, ռեսուրսներ չունեմ, ես հալածված եմ»։ Դուք եք որ հրավիրում եք, ինձ իրենք չեն հրավիրում, ատում են ինձ, ատում են Աչեմօղլուին, Աչեմյանին ատում են, Գարիկ Իսրայելյանին ատում են, են մեր քիմիկոսին ու ֆիզիկոսին 100 տարեկան ատում են, կրթությունը մեր մոտ ատում են, լեզուն, լսեք ազգային ժողովի լեզուն, Վարդանը գյումրեցի է, բայց գրական հայերենով է խոսում, պետական լեզվով է խոսում։ Ռուսերենով համեմված ձևակերպումներն էլ հետո։ Բա ինչ եք ուզում։ Բա գյումրեցի է, բայց նրանց լեզուն տեսեք, ես դա եմ ասում, բա երբ է լինելու։ Ես էլի 50 տարի պետք է ապրեմ, 70 տարի դեռ ապրելու եմ, որ ձեր ասում կադրեր չկա, որտեղ չկա, քո շրջապատում կադրեր չկան։ Հայաստանում կադրեր կան, ասում եմ Նոբելյան մրցանակ է շահել։ Մենք Մենդելևի Աղուսյակում, այո, անուն ունենք։ Մենք օգանով քիմիկոս ունենք։ Այո։ Բա այդ ուր է ձեր կրթությունը, գիտությունը։ Գովազդ հայտարարում եթերում, պարոն Աշակյան, ներող եղեք, որ այսքան խորը ստիպեցի ձեզ։ Էներգիա դրեցինք։ Այո, ես խնայում եմ ձեր նյարդային համակարգը, բայց իսկապես այդ ցավը, որը բոլորին է տանջում, այդ մտահոգությունը, որը բոլորին է տանջում, այդ մասին պետք է խոսել, այդ մասին պետք է մտածել, դա պետք է շտկել։ Գովազդ եմ հայտարարում եթերում, եթե դեմ չեք, գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ, զանգեր ունենք, կանդրադառնանք զանգերին, պատրաստեք ձեր հարցերը պարոն Արշակյանին։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Սիրելի հայրենակիցներ, նորից հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ազատ Արշակյանի հետ, Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մենք ունենք հեռախոսազանգ, ես ընդունում եմ արդեն առաջին զանգը։ Այո, ալո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ասել, որ մեր նախկին պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակով ճիշտ բաներ է ասում, բայց Լայմանուլը մի բան կա է, ասենք, տեսեք, հայրը փախնում են ես երկրից, կաջետեն երկել ունեն, որ ասում են, կել է լավ, կել է եկանք մեր երկիր, բայց փախնում են այդ երկրից, ես էլ եմ փախել, ես էլ եմ դրսում ապրում, ասում են, կել է լավ, կել է եկանք մեր երկիր, բայց փախնում ենք այդ երկրից, հարցը ինչումն է, որտեղ ավազակապետություն է, խաբեբայություն է, ինքան եմ սիրում եմ երկիրը, չեք պատկերացնում դրսում ապրելով։ Սուտ ամեն ինչ, հայի մոտ ամեն ինչ սուտ է, դա համար միջև այսօր կոտորում են, դաջում են մեղրին, վերցնում են, տարածք, զարմանալի բան է, ով պետք է, աստված պետք է, Աստվածա փրկե մեր ազգին, երևի Աստված է կօգնի։ Շնորհակալ եմ։ Աստված է երևի կօգնի։ Մենք ընդմիջման ժամանակ Աստված երևի կօգնի։ Իմ ուրիշը Աստվածն է։ Չէ, մեր բոլորիս մեջ էլ է։ Աստված կօգնի, Աստված թող օգնի։ Պարոն Արշակյան, սա այն է, ինչ որ մենք այս գովազդային ընդմիջման ժամանակ խոսեցինք։ Կապի մեջ եղել։ Չէ, կապի մեջ չէր, ես չէի միացրել։ Ես կատակ եմ անում։ Մենք ինչ ասեցինք իրար հետ, ինչ էինք խոսում, երբ որ գովազդի դուրս եկանք։ Դիրքապահների մասին էինք խոսում, գնացողներին ես չեմ մեղադրում, չեմ դատապարտում, դա էլ աշխատանք է։ Հա, պետք է գնան մարդիկ իրենց կյանքը կազմակերպեն եւ մեր կյանքը կազմակերպեն։ Այսինքն սփյուռքը գնացածները դասալիկ չեն, իմ խորին համոզմամբ, անկեղծ եմ ասում, ես դասալիկ չեմ համարում նրանց, ովքեր որ գնացել են։ Նրանք գնացել են իրենց կյանքը կազմակերպելու եւ մեզ օգնելու։
նրանց ովքեր որ կմնան, ովքեր որ մնում են դիրքերը պահելու համար, այ մենք քննարկում ենք, մենք ով ենք, այ ինչի չենք գնում, ես շատ Որտեվ մենք մեր խրամատին ենք մնացել եւ մեր դիրքերում ենք մնացել։ Եվ դուք էլ ասեցիք դիրքերում մենք այդ առաջին կրակը մեր վրա ենք վերցնում, այո։ եւ հակադարձում, հակազդում այդ կրակի։ Մենք ովքեր որ գնացել են, մենք նրանց համար մնում ենք որպես Մենք ասելով սիրելի հեռուստադիտող չկարծեք անձամբ մեր մասին է խոսքը։ Հայաստանում այսօր ապրող, մնացած եւ ապրող մարդկանց մասին ենք խոսում։ Իհարկե անձամբ։ Մենք էլ կարող էինք գնալ, մեզ հravirում են մեզ հավանողներ կան, մենք ասենք հագախտիկ որպես իմասեք, որպես գործընկեր։ Երեք մի երիտասարդի հետ էի խոսում, նա ասում է ինձ բարեկամ ունեմ Բելգիա է կանչում, մյուսը Միացյալ Նահանգներ, չեմ կարող, սիրտս կպայթի, ես ուզում եմ ստեղ օգնեմ, ես ուզում եմ երկրից օգնեմ, բայց չգիտեմ, չի ստացվում։ Այսինքն շատ ծանր էր այդ տղային, մենք միասին որոշեցինք ինչ կարող են անել, որպեսզի օգնի։ Ուզում ասեմ, այո, հravirում են, որտեղ բոլորն էլ ունեն ընկերներ, բոլորն էլ ունեն ծանոթներ, բայց ովքեր որ մնացել են գեղեցիկ խոսքեր չասենք, դիրքերում են մնացել։ Մերոնք, մեր պատմիչները սիրուն բան ունեն Արշակ թագավորի մասին, որ հողի վրա, որ հայկական հողի վրա է կանգնում խրոխտ է դառնում, համարձակ է դառնում, ինքնավստահ է դառնում, իսկ Գումիլյովը, Լև Գումիլյովը, Նիկոլայի տղան, դա տեսություն չի, դա ասում եմ, որ դա գիտություն չի, նա ասում է, որ լանդշաֆտը, այդ երկիրը հողը ձևավորում է իրեն հարմար կենսոլորտ, այսինքն մենք, ովքեր որ մնացել ենք Հայաստանում, մենք ուրիշ տեղ չենք կարողանում մնալ, մենք համարում ենք, որ հենց սա է, հենց այստեղ Այո, եւ եթե ասում է հեռուստադիտողը Աստված օգնի, Աստված պետք է մնացողին օգնի, պետք է օգնի մեզ բոլորիս, որպեսզի մենք կարողանանք Հայաստան պետությանը ասենք Աստված մեզ հետ է ու մեր գործը անենք, պահպանենք եւ ընդարձակենք մեր երկիրը, որ իսկապես հետ գան։ Մենք հետ եկածներ ենք իմիջայլոց Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը երկիր վերադարձածներ են տարբեր տեղերից։ Դե ես էլ եմ սերվում ընդհանրապես Կիլիկիայից է, Կիլիկիա, Ղարս եւ հիմա Հայաստան։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Մարի։ Գայանեն եմ ես։ Տիկին Արաքելյան։ Այո։ Ինձ էլ բարև եք։ Լավ։ Ես ուզում եմ մի բան ասեմ, որ մտքից տելը շատ կտրվավ, իմ ցանկությունս 50 տարի է ես տեղ եմ, 50 տարի, ես կարոտել եմ, որ գամ մի օր այդ պուլպուլակի ջրից ջուր խմեմ, երկրորդը Շիրազը 50 տարի առաջ մի հատ բանաստեղծություն էր ինքը գրել, ինձ մի կոպին ինձ տվեց, ասում է տուն աղավնեցեք նոյի ակրավներ, կկորչեք որպես գայլախեղտ կարներ, տուն աղավնեցեք, որ Սևանը նորեն հայերեն երկի, մասեսը նորեն հայերեն խոսի, էսի Շիրազի գրող գործոս բանաստեղծությունն էր, որ ինքը 50 տարի առաջ ինձ ատվել բանազետի գրվածքը, որ ինձ դիտը միջև հիմա իր գրված թուղթը իմ մոտս է, հիմա էսի չեմ ուզում ասել, Տիկին Արաքելյան, այս երկու մոլաները, կներեք իհարկե, մեկը Էշմիածինի մոլան, մեկն էլ Անտելյասի մոլան, նստել են այդտեղ, ոչ մի բան չեն անում, թողեցան White House-ի դուրը ծեծեն, կպեն, ասեն մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք եկել ենք, որ արդարությունը մենք կորսնցրել ենք Արցախը, մենք կորսնցրել ենք ներտումն ու տեղը, բերել են այդ մուշ բոլանել եկելա դարելա վարչապետ, ինչ վարչապետ այվար։ Լավ, կներեք, շատ ներողություն, հասկանալի, այդ դուրը ցավոք սրտի Ալիևն է արդեն մեր փոխարեն ծեծում։ Չէ, այնքան վատ չի, ոնց որ մեր Այո, դե հերվից ավելի վատ է երևում, թե քան մենք ներսում տեսնում ենք։ Բացակայել կարոտից մի քիչ ավելի ցավոտ է ընկալում այստեղ ինչ որ տեղի ունենում, բայց վատ չի, մեր հոգևոր առաջնորդները նույնպես մարդ են,
սուրբ ենք մենք ասում, բայց նրանք էլ մարդեն կարող է եւ ինչ որտեղը վրիպեն, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է հարգենք։ Բայց պարոն Աշակյան, կարելի ասել, այո, մենք վերադառնանք ամենաառաջին այդ ձևակերպմանը Փաշինյանի վրա ասում եք կադրային քաղց է, դուք ասում եք իր շրջապատում չկա, թող նայի ավելի լայն, բայց պետք է այնուամենայնիվ ընդունենք եւ արձանագրենք այս արտագաղթը մեզ իսկապես լավ վնասել է։ Մենք իսկապես ունենք դեմոգրաֆիկ խնդիր։ Մենք ունենք։ Այո։ Մենք ունենք մեր երիտասարդներին ուղարկել են ավելի շատ տղա երիտասարդներին եւ աղջիկներին էլ ուղարկել են դուրս սովորելու եւ հետագայում շատ քչերն են վերադառնում սովորածները ներսում կրթության դուք ինքներդ ասացի գիտության կրթության հանդեպ պարզ չէ ինչ ծրագրերով են երեխաները սովորում դեռ մինչև հիմա մենք առաջ գիտեինք 1, 2, 3 դպրոցներ որոնք հիմնավոր կրթություն էին տալիս հիմա փնտրում են 600,000 ինժեներ ունեին այո մենք իսկապես մեծ կադրային կորուստ ենք գրել այս արտագաղթի արդյունքում այլ հարց է որ նորերն էլ են գալիս պետք է դու կարողանաս նորերին ճիշտ կրթես գիտության ուղիով մարդիկ պետք է կարողանան փող աշխատեն մեկ զանգել համաձայն եք ես ներող եղեք այս ոնց որ իմ ռեպլիկներ իմ այո լսում ենք ձեզ այո վերջին հարցն է կարճ եթե կարելի բարև ձեզ պարոն Աշակյան ես ուզում եմ ասել հետեւյալը պատասխանեք հետեւյալը հարցից Նիկոլը ծերուս ժուրնալիստ է ասում է որ սահմանադրությունը եւ մեր հռչակագիրը այն մասին է որ Հայաստանի անկախ հանրապետության պետականություն չի կարող լինել դա անհնար է դա ահաբեկում չի հայ ժողովրդի նկատմամբ դա զրպարտություն է առաջի հարցին պատասխանեմ դա զրպարտություն է Հայաստանի Հանրապետության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակելու մասին է պետությունը ստեղծելու ցանկության մասին է պետություն ստեղծելու ցանկության մասին է այո հաջորդ հարցը եւ երկրորդ հարցը Ալադ Միրզոյանն ասում է որ Արցախի մեջ քանի որ մարդ չի ապրում հայություն չկա ում իրավունքների մասին մենք պետք է խոսենք ուրիշ երկրներ մարտահրավերային երկրին բանաձևեր են ընդունում Արցախի վերաբերյալ իսկ այստեղ հրաժարվում են եւ ուզում են Մինսկի խումբը լուծարեն աղետ է որովհետեւ Մինսկի խումբը մեր ցանկությունով չի ստեղծվել ոչ էլ Ադրբեջանի ցանկությունով է ստեղծել Արցախի հայերի հարցը լուծելու համար Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի սահմանների անձեռնմխելիության ուժի չկիրառման այսինքն Հելսինկյան ակտի դրույթների պաշտպանն է հիմա Մինսկի խումբը եթե մենք չենք ճանաչում մարդու իրավունքները չենք ճանաչում ազգերի ինքնորոշման իրավունքը չենք ճանաչում մենք չենք ճանաչում ընդհանրապես խղճի ազատությունը խոսքի ազատությունը եթե մենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը չենք ճանաչում, այսինքն Արարատ Միրզոյանն ասել է, որ ես, քանի որ Նիկոլ Փաշինյանի կադրն եմ, ես տգետ եմ, ես չգիտեմ, այդ դա էր ասում, Մինսկի խումբը հատուկ նպատակով ձևավորվել է եւ դա ձևավորել է Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը, ձևավորել է էթնիկ հայերի իրավունքները պաշտպանելու համար։ Հիմա ինքը որ ասում է էթնիկ հայերի չլինելու պատճառով էթնիկ հայերը Արցախի, Լեռնագորնի Ղարաբաղի էթնիկ հայերը էթնիկ զտման են ենթարկվել, վտարվել են իրենց հայրենիքից։ Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը հայերի էթնիկ հայերի պաշտպանությունն է Սփյուռքում, Հայաստանում թե այլ որևէ երկրում, այլ երկիր եմ ասում, հայկական պետության ֆունկցիան, այ մենք մի քիչ առաջ մեզ ասում են ով է մնում Հայաստանում, ով է արտագնա աշխատանքի գնում կամ հեռանում Հայաստանից, մենք բոլորս միասին փոխադարձ կապի մեջ ենք, մենք չունենք արցախցի, չունենք երևանցի, չունենք նոյեմբերյանցի, ինչքան էլ ուզեն պարակտել եւ մեր մեջ մտցնել դա։ Մենք բոլորս հայ ենք։ Մենք ժառանգություն ենք ստացել մեր ինքնությունը։ Այսինքն մենք չենք կարող, ես կարող եմ, այդտեղ մարդիկ կան, օրինակ
նույնիսկ Լավրով, Մավրովները նրանք նույնիսկ չեն կարողանում հրաժարվել իրենց ժառանգությունից։ Պարոն Արշակյան, ցավում եմ, պետք է այո ժամանակը, եթե Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Կեցե Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը, Գերագույն խորհրդի պատգամավոր, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։